Կայնոցմինդայի մունիցիպալիտետի Հեշտագյուղում անցկացվեց բասկետբոլի մրցաշար, որին մասնակցում էին մունիցիպալիտետի 4 դպրոցներ՝ Հեշտյայի թիվ 1, թիվ 2, քաղաքի թիվ 2 եւ Օրոջալարի հանրային դպրոցների թիմերը։ Այս խաղերը նվիրված են Վրաստանի անկախությանն ու ազատությանը։ Այդ իսկ պատճառով անցկացվում են ապրիլի 9-ից մայիսի 26 ընկած ժամանակահատվածում։ Ինչպես անցան խաղերը եւ ովքեր եղան հաղթողներ, մանրամասնեց սպորտի բաժնի պետը։ Նախ ասեմ, որ սա Վրաստանի ազատ խաղերի անցկացում է, ամբողջ հանրապետությունով մեկ նմանատիպ մրցումներն անցկացնում են։ Իհարկե սա շարունակություն չունի, այսինքն ռեգիոնալ հանդիպումներ չկան, քանի որ սա նվիրված է այս միջոցառումները Վրաստանի անկախության եւ ազատության օրերի կապակցությամբ ապրիլի 9-ի եւ մայիսի 26-ին։ Յուրաքանչյուր տարի անցկացնում ենք նմանատիպ միջոցառումներ, սա ոչ թե միայն հանրապետությունում, այլև ամբողջ աշխարհում է։ Նայած թե տվյալ երկիրը ինչպիսի միջոցառում է անցկացնում իր երկրի ազատության եւ անկախության օրվա կապակցությամբ։ Մենք սպորտային ենք, վերցրել ենք սպորտայինը, ազատ է նրա համար, որ կարող ենք մենք ինքներս ինչ որ մի ձև անցկացնենք, մրցումի ձև, միջոցառման ձև, դա կախված է մեզանից։ Մենք նախատեսել ենք 6-7 մարզաձևեր, միջոցառումները շարունակվել են մինչև մայիսի վերջ, արդեն մենք գրաֆիկ ունենք, տեղեկացված են բոլոր դպրոցները, իդեպ սա տարիքային սահմանափակում է 2011-12-13 թվականի երեխաների համար է, իմ սուբյեկտիվ կարծիքն է, երևի թե այս տարի արդեն դպրոցական օլիմպիական մրցումները անցկացվեն այս տարիքային սահմաններում, քանի որ մինչև այժմ 2008, 9, 10-ներ, իսկ սա նախատեսված է արդեն 11-12, եթե դա դրանից է բխում, որովհետև այդ տարիքային սահմանն է վերցված, ավելի լավ է, քանի որ արդեն այն տարիքային մեծ են, արդեն պետք է հաջորդից սկսենք։ Այսօր մենք բասկետբոլն ենք նախատեսել, Հեշտյայի մարզադահլիճում ենք անցկացնում, քանի որ բասկետբոլը այդքան էլ տարածված մարզաձև չի շրջանում, բայց եւ այնպես եղան դպրոցներ, որոնք մասնակցեցին Օրոջալարի համար երկրորդ դպրոցի եւ Հեշտյայի երկու դպրոցների թիմերը մասնակցեցին եւ աղջիկների եւ տղաների։ Ամենալարված խաղը Օրոջալարի եւ համար երկրորդ դպրոցի եզրափակիչն էր, բավականին ուժեղ էր երկրորդ դպրոցը, քանի որ Օրոջալարի հաղթանակ արդեն պարզ էր, բայց եւ այնպես կարողացան երկրորդ դպրոցի աշակերտները հաղթական միավորներ գրանցել իրենց հաշվին եւ զբաղեցին առաջի տեղերը։ Օրոջալարի աղջիկների թիմը զբաղեցրեց առաջի տեղը, իսկ համար երկրորդ դպրոցի տղաների թիմը զբաղեցրեց առաջի տեղը։ Պարգևատրվեցին հաղթող թիմերը դիպլոմներով։ Իսկ հաջորդ արդեն ամսի 30-ին ենք նախատեսել սեղանի թենիսն է, բոլոր դպրոցներն էլ պետք է օգտվելով առիթից ես ուզում եմ ասել, տեղեկացնեմ բոլոր դպրոցներն էլ տեղեկացված են, բայց եւ այնպես մասնակցելուց առաջ թող մեզ հայտ ներկայացնեն, որ մասնակցելու եմ։ Գալիս է մրցման օրը նոր տեղյակ են պահում, որ մենք էլ ենք ուզում մասնակցել։ Մինչև մրցումը թող զանգահարեն, մեր հետ կապ ստեղծեն, մենք կտեղեկացնենք գրաֆիկը, մրցումների օրերը կներկայացնենք իրենց, նախորդ թող հայտ ներկայացնեն, որ մենք իմանանք, որ դպրոցներն են մասնակցելու տվյալ միջոցառմանը։ Վերջին տարիներին մարզական կյանքը մեր շրջանում առաջընթաց է գրանցում, սակայն կարող ենք նշել, որ առանձնապես զարգացած է վոլեյբոլը, ֆուտբոլը, բասկետբոլը, սեղանի թենիսը, ինչպես տարածաշրջանում, այնպես էլ հանրապետությունում բազմիցս են աչքի ընկնել մեր պատանի մարզիկները։ Այս ամենը արգասիքն է նվիրված աշխատանքի ու աջակցության, լինի քաղաքապետարանի, թե անհատ հովանավորների։ Յուրաքանչյուր նշանավոր օր էլ ավելի է առանձնանում մարզական մրցաշարով, մեր երկրի անկախությունն էլ բացառություն չէ։